Պարոն Բաբայան, այստեղ հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ զեկույցը ներկայացվեց, հետաքրքիր է կոմիտեում այն արդյունքները, որոնք ստացվել են անկախության տեսանկյունից, արդյունավետության տեսանկյունից, ընդունելի համարվում են, կարծում եք օբյեկտիվ գնահատական է ստացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն բարձր է գնահատում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ծավալուն աշխատանքը, որոշակի մեթոդաբանությամբ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության մոնիթորինգի եւ ստուգման արդյունքների ամրագրման առումով մենք բավականին աջակցել ենք այս ուսումնասիրությունների ընթացքում, շնորհակալ ենք բարձր գնահատականների համար, որովհետև տարբեր չափանիշներով բավականին բարձր արդյունքների մասին է խոսվում զեկույցում, շնորհակալ ենք նաև ոչ այնքան բարձր գնահատականների համար, որովհետև այդ գնահատականները մեզ առնվազն նորովի դիտարկելու, խնդիրներին նորովի մոտենալու, նոր միջոցառումների ձեռնարկման կամ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները առավել լավարկելու առիթ են, որովհետև գերնպատակը թե մեր, թե քաղաքասարակության, այդ թվում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գերնպատակը հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելն է, կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի արդյունավետ իրականացումը եւ կազմակերպումը եւ դրանց բացահայտման աշխատանքների առավել որակյալ արդյունքներ արձանագրելը։ Անկախության առումով կարծեք թե բավականին բարձր ցուցանիշ կա, այստեղ նաև կադրային ու մարդկային ֆինանսական ու մարդկային ռեսուրսների առումով էլ բավականին բարձր է, բայց արդյունքի տեսակետից կարծեք թե զիջում են այդ արդյունքները։ Ձեր կարծիքով ինչն է խանգարում, եթե անկախությունը կա, ռեսուրսները կան, ինչն է խանգարում բավարար չափով արդյունք ունենալու համար։ Պետք է նկատի ունենանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն ընդամենը 3 տարվա գործունեության փորձ ունի եւ այդ 3 տարիները ոչ միայն բուն գործառույթներ իրականացնելու տարիներ են եղել, այլ իրանք ձևավորման, կոմիտեի կազմավորման, ձևավորման տարիներ են եղել։ Մենք զուգահեռաբար մի կողմից զբաղվել ենք կադրերի համալրմամբ, վերապատրաստմամբ, տեխնիկական հագեցվածության ապահովմամբ եւ ներքին կանոնակարգերի, քննության մեթոդաբանության, մեթոդիկայի մշակման ուղղությամբ։ Մյուս դեպքում դրան զուգահեռ իրականացրել ենք բուն գործառույթները, այն է միջդատական վարույթ կամ բացահայտումներ կոռուպցիոն հանցագործությունների։ Եվ եթե վստահենք այն մեթոդաբանությանը, որը կիրառվել է զեկույցի հեղինակների կողմից մոնիթորինգի հարցում, իմ կարծիքով դա կարող պայմանավորված լինի ոչ այնքան բարձր ցուցանիշները արդյունքի մասով, զուտ այս փուլում, ձևավորման փուլում, նաև ձևավորման զուգահեռ աշխատանքներ կատարելու փաստով։ Այս պահին մենք դեռևս կադրային խնդիրներ ունենք, համալրված չեն հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթ իրականացնող հաստիկների զգալի մասը, համալրված չեն քննիչների հաստիկների մի մասը եւ իհարկե սա նաեւ որոշակի առումով կարող է ազդեցություն ունենալ աշխատանքների այն արդյունքի վրա եւ սպասված արդյունքի նկատմամբ մեր դիրքորոշումը որոշակի վերապահումով լինի։ Պարոն Բաբայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ դժգոհություն էր հայտնել ինչպես հակակոռուպցիոն կոմիտեի, այնպես էլ այլ մարմինների աշխատանքից, նշելով, որ դանդաղ են աշխատում եւ այլն։ Ի վերջո ձեզ համար պարզ դարձավ ինչից էր դժգոհ վարչապետը, որ նաև նախագահի փոփոխություն եղավ եւ հիմա ինչ եք անում, նոր նախագահը ինչ է անում եւ դուք որպես տեղակալ, որ այդ դժգոհությունները այլևս չլինեն։ Կարծում եմ դժգոհության վերաբերյալ հստակ ներկայացված էր, թե ինչու՞մ է կանում դժգոհությունները, որը մենք ընդունել ենք այդ դժգոհությունները, ակնհայտ է, որ հասարակությունը որոշակի դժգոհություն ունի կոռուպցիայի դեմ
առնվազն մեր մարմնի պայքարի կամ գործունեության համատեքստում եւ ինչ ենք անում նոր նախագահի նշանակումից հետո այն աշխատանքները, այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, շարունակում ենք նպատակին, արդյունքին, վերջնարդյունքին հասցնելու համար եւ հիմա նոր առավել արդյունքին միտված, առավել արդյունավետ հետևանքների հանգեցնող նոր միջոցառումների պլանավորում իրագործում է նախագծում։ Այսինքն ինչ է ենթադրում այդ նոր միջոցառումները։ Թույլ տվեք դրա մասին խոսել, երբ որ ձեռնարկվի, որովհետև հիմա այդ քննարկումների փուլում ենք, ռազմավարության մշակման փուլում ենք։ Լավ, ինչն էր խոչընդոտում աշխատել այնպես, որ դժգոհություն չներ։ Գոնե հասկանանք խնդիրը որտեղ էր, որ հասկանանք ինչը պետք է փոխել, պարոն Բաբայան։ Ասեցի, կադրերը քիչ են։ Բացառապես կադրերի խնդիրն է։ Կադրերի պակասը բերում է աշխատանքի գերծանրաբեռնվածության, գերծանրաբեռնվածությունը բերում է դանդաղության, դանդաղությունը բերում է ոչ արդյունքների։ Ձեր կարծիքով դրա պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն հեռացնում աշխատանքից կամ խնդրում, որ դիմում գրի, այդ դեպքում թվում է պետք է համալրվի։ Հասարակությունը դժգոհում էր մեր աշխատանքներից եւ դրա պատճառներից մեկը ես ձեզ նշեցի։ Դրա պատճառը դա էր, որ կարծում եմ գերծանրաբեռնվածությունն էր, որը գալիս էր կադրերի ոչ ամբողջական համալրվից։ Հիմա երբ պիտի համալրվեն այդ կադրերը, որ նոր նախագահներն վախտին չարժանանա։ Այս պահին մրցույթ է հայտարարված, ինչպես ինքնավար պահաստիկների համալրման, այսինքն նիշների օպերատիվ հետախուզական գործառույթ իրականացնող հաստիկների համար, ընդ որում առիթմ օգտագործելով, նաև այս պահը ուզում եմ իշա հակակոռուպցիոն կոմիտեի օգտագործել եւ բոլոր նրանց, ովքեր կհամապատասխանեն այդ պահանջներին, մեր պաշտոնական կայքում տեղադրված են պահանջները, կառաջարկեն գալ, դիմել եւ մասնակցել։ Սա էլ կլինի ձեր աջակցությունը այս աշխատանքներին։